Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ Վրաստանում բնակվող միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Թումասյան, ձեզ հետ շատ ենք խոսել հայ առաքելական եկեղեցու ներսում առկա խնդիրներից եւ այն գործընթացից, որ սկսվել է։ Երեք հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմից հոգեվորականներ են ձերբակալվել, այսօր նրանցից մի քանիսի նկատմամբ արդեն խափանման միջոց է որոշվել կալանավորումը։ Ինչ դիտարկումներ ունեք այս process-ի վերաբերյալ եւ հատկապես այն քննարկումների, որ թե ինչու եք մատնել օրինակ հոգեվորականներին, որոնք որ օրինակ ժամանակին փաստորեն հարկադրաբար ստիպել են ցույցերին մասնակցել։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև այս տեղեկատվությունը իրականում տարբեր աղբյուրներից կա եւ բազմաթիվ քահանաներ խոսում են այդ իրականության մասին։ Հարցը նրանում է, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը սրա մասին հանրային խոսեց եւ մենք գնահատում ենք իր նվիրվածությունը ազգին եւ դրանով նաեւ իր նվիրվածությունը եկեղեցուն, որովհետեւ եկեղեցու մեջ արկա խնդիրները լուծելը միայն կհզորացնի եկեղեցու հնարավորությունները եւ կապը ժողովրդի հետ եւ դրա համար անհրաժեշտ է իհարկե, որ եկեղեցին որևէ մեկը, որևէ անձնավորություն չկարողանա օգտագործել իր սեփական քաղաքական նպատակների եւ որակարգի համար, ինչու ցավոք մենք վկա ենք երկար ժամանակ է եւ դրա վառ օրինակը նաեւ այն է, որ այո ստիպում են Կտրիչ Ներսիսյանի կողմից ստեղծված այդ փոքրիկ խմբակի ճակերտներում ուրեմն միջոցով ստիպել հասարակ ազգին եւ ժողովրդին նվիրված քահանաներին մասնակցել այդպես կոչված ընդդիմության գործունեությանը եւ այդ թվում ցույցերին, որի նպատակն է խեղաթյուրել, խաբել մեր ժողովրդին եւ դրանով ներքաշել եկեղեցին հակաազգային, հակապետական գործողության մեջ։ Իսկ ինչպես է ստացվում, որ օրինակ հանրության մի հատվածի համար խնդիր չէ այն, որ այդպիսի բարքեր են տիրել եկեղեցում, որ օրինակ նույն Կտրիչ Ներսիսյանը թեմերի տարբեր առաջնորդներ կարող էին ստիպել հոգեվորականներին ներքաշվել քաղաքականության մեջ, մասնակցել ընդդիմության ցույցերին, բայց խնդիրը այն, որ հոգեվորականը բարձրաձայնում է այն մասին, խնդիրը, որ Դանիել Լեոնիսյանը օրինակ հաղորդում է ներկայացնում դատախազություն հանցագործության մասին եւ թիրախավորվում են այս անձինք, ոչ թե օրինակ այս ամենի կազմակերպիչները։ Արեք առաջերտին արձանագրենք, որ այնինչ Դանիել Յովհաննիսյանը եւ իր կառույցը արել են, իհարկե դա ճիշտ որոշում է, ինչպես քաղաքացի Հայաստանի, բայց ես համարում եմ, որ դրա անհրաժեշտություն չպետք է առհասարակ լիներ։ Ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, քրեական ուրեմն ուղղությամբ պատասխանատու մարմինները, այդ թվում ազգային անվտանգության ծառայությունը իր հերթին պետք է գործեին առանց այսպիսի դիմումի, որովհետև դիմումի միջոցով հիմա թիրախավորվում է առանձին անձնավորություն։ Այդ տվյալները տեղեկատվությունը տարածվեց հանրային, իսկ հանրային տարածված տեղեկատվությունները առհասարակ պահանջ չկա, որ որևէ մեկը ներկայացնի դա պատշաճ մարմինների, որովհետև բոլոր հանրային տվյալները ապրիորի համարվում է, որ ուրեմն բոլոր իրավապահ մարմինները վերահսկում են հանրային եւ ոչ միայն, բայց առաջերտին ամբողջությամբ հանրային տվյալները։ Իհարկե զարմանալի չէ, որ իրանց գլխավոր թիրախը այն է, որ որևէ մեկը քաղաքացին կամ կառույցները շարժվել են օրենքով նախատեսված հիմքի վրա, որովհետև այդ մարդիկ առհասարակ համարում են, որ ոստիկանությունը, իրավապահ համակարգը ինքը ուրեմն ըստ իրենց չպետք է առհասարակ գործի եւ օրենսդրությունը չպետք է գործի։ Իրանք այն բառապաշարը, որը օգտագործում են այդ մարդիկ, հատկապես ես անկեղծ ասած ամենաշատ զարմացած եմ, բայց արդեն երևի զարմանալու փուլը անցնենք Արման Թաթոյանի կողմից նաև գնահատականներին, որ ինքը տվեց Դանիել Յովհաննիսյանի ուղղությամբ։ Ուստի մարդու իրավունքների պաշտպանը փաստացի հիմք չի դնում այն, որ Հայաստանում օրենսդրությունը խախտվել է, այլ հիմք է դնում, որ ինչու եք դիմել ոստիկանության, բա ում պետք է դիմեին։ Իհարկե ոստիկանությունը պետք է պատասխանատու լինի, որ որևէ մի քահանային, որևէ մի մարդուն, եթե ստիպում են մասնակցի ընդդիմության ցույցերի մեջ, տարբեր պատճառներով դա կլինի եկեղեցում Կտրիչ Ներսիսյանի կողմից փաստացի կարգալույծ անելով սպառնալը, մյուս կողմից գործարաններում եւ խոշոր բիզնեսում սպառնալը, որ աշխատանքից կազատեն մարդկանց այն պատճառով, եթե չեն մասնակցի խոսքին Սամվել Կարապետյանի այդ միջոցառումներին եւ ցույցերին,
դա նշանակում է, որ հայոց պետությունը եթե սրա վրա չարձագանքի, ապա պետություն առհասարակ չկա։ Պետություն կա, հենց դրա մասն ենք մենք խոսում, որ կա պետություն, եւ պետությունը պետք է գործի էֆեկտիվ, որ որևէ մեկը պետք է դրա հնարավորությունը, որ ստիպի մասնակցեն ցույցերի մեջ ընդդիմության, չունենա։ Ուրիշ գործը, որ այո, իհարկե կան մարդիկ, ով ընդդիմության ցույցերում իրանց սեփական ցանկությունով են մասնակցում, եւ եթե այդտեղ կաշառքի դեպքեր չկա, ապա որևէ խնդիր դրանում ոչ մեկ չի տեսնում, բայց մենք հասկանում ենք, որ այս մարդիկ դրա ռեսուրսը այլևս չունեն, որովհետև հեղինակազրկվել են հայ ժողովրդի աչքերում, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ նույն այն հայտարարությունը, որը երեք ուրեմն Մայրաթորի անունից արվեց, դա աննկարագրելի հարված է մեր եկեղեցու հեղինակությանը։ Ուրեմն ինչ է նշանակում տոտալիտար համակարգ, երբ Հայաստանում իրոք տոտալիտար համակարգ էր ձևավորվել, կոռուպցիայում քանդվում էր պետությունը, պետականությունը։ Այդ դեպքում Կտրիչ Ներսիսյանը գնում էր Մոսկվա Կիրիլի եւ Փաշազադեի հետ միասին, ուրեմն շատ մենք հիշում ենք բազմաթիվ հանդիպումներ էր ունենում։ Հիմա երբ հայոց պետությունը փորձում է խաղաղություն օրակարգ ձևավորել, նույն Կտրիչ Ներսիսյանը իրեն ձևավորում է ինչպես ուրեմն ամենագլխավոր պաշտպանը իբրև եկեղեցուն են հիմա հարձակվում։ Ես տեսա ուղղակի ինչու եմ սա ասում, տեսա հայտարարություններ, որ իբրև Փաշազադեի հայտարարությունների պատճառով է սա տեղի ունենում։ Կամ մյուս կողմից տոտալիտար նեոբոլշևիկյան համակարգ է ձևավորել։ Ուրեմն կարծում եմ վարչապետ Փաշինյանը ճիշտ գնահատական է իր ժամանակ տվել։ Այս մարդիկ են, ով նեոբոլշևիկյան եւ առհասարակ բոլշևիկյան ժամանակաշրջանում են իրանց դաստիարակությունը տեղի ունեցել եւ իրանք այն գաղափարներով են դեր ապրում եւ չեն պատկերացնում, որ կա սուվերեն պետություն, որտեղով իրանք չեն կարող մեր եկեղեցին օգտագործելով իրանց օրենսդրությունը խախտել դրանով ուրեմն առաջ տանել եւ պաշտպանել իրենց եկեղեցու միջոցով։ Պետք է բոլորս հասկանանք, բոլոր, եթե իրանք կարգալույց անելով են սպառնում արդար եւ ազգի նվիրված քահանաներին, ապա չմոռանան բոլորը Կտրիչ Ներսիսյանից սկսված, որ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիներ են եւ պետությունն էլ կարա իրանք սպառնա օրենքի լեզվով եւ դրա իրավունքները եւ պատասխանատվությունը պետությունը ունի։ Պարոն Թոմասյան, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ օրինակ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը Կտրիչ Ներսիսյանը նեղվում է, այսպես ասած, երբ օրինակ իր դեմ հայտարարություններ են հնչում, դուր չի գալիս այն, որ օրինակ վարչապետը բարձրացնում է ուխտազանցության խնդիրը, որը շատ հոգևորականներ իրենց թույլ են տվել, բայց օրինակ ժամանակին ինքը անհանգստանում էր այնպիսի դրվագներով, որ օրինակ համաճարակ է Ռոբերտ Քոչարյանին բաց թողեք։ Օրինակ նույն Կտրիչ Ներսիսյանը հիմա որևէ խոսք չի ասում խաղաղության պայմանագրի մասին, որևէ դրական բան, որ արվում է օրինակ պետության ներսում եւ պետք է որ օրինակ Մայրաթորը իր ձայնը բարձրացներ։ Օրինակ այս երևույթի դեմ ինչպես պայքարել ու ձեր կարծիքով այն գործընթացը, որ սկսել է վարչապետը, հաջողության ինչ հնարավորություններ ունի։ Ես համարում եմ, որ հաջողության շատ մեծ հնարավորություն ունի, որովհետեւ հայ ժողովուրդը առհասարակ աջակցում է նրան, որ մեր եկեղեցին պետք է ազատագրենք Կտրիչ Ներսիսյանից, որ որևէ մեկը եկեղեցու անունով իրան ուրեմն թույլ չտա այսպիսի հայտարարություններ։ Հայտարարությունում նշված է փաստացի, որ կոչ են անում ուրեմն ժողովրդին համախմբվել եկեղեցու շուրջ։ Կներեք, բայց ում շուրջ համախմբվել։ Եկեղեցին դա Կտրիչ Ներսիսյանը չէ։ Բոլորը համախմբվել եկեղեցու շուրջ նշանակում է համախմբվել այդ թվում այս կոնկրետ օրինակով Տեր Արամ Քահանա Ասատրյանի շուրջ, որը ասում է, որ եկեղեցում ձևավորների շուրջ եւ այն գործիչների շուրջ, այդ թվում վարչապետին իհարկե նկատի ունեմ, որոնք ասում են, որ մենք ուզում ենք, որ մեր եկեղեցին ծառայի ազգային շահերին, ծառայի հոգեվոր շահերին եւ չլինի քաղաքական գործիք, ինչ որ քաղաքական ուժերի կողմից շատ հստակ հասկանում ենք դա որ ուժերի մասին է խոսքը եւ ինչպիսի օրակարգ է տարվում։ Առհասարակ մենք տեսնում ենք, որ զուգահեռ սրա նաև ես խոսքին նույն ամերիկյան բյուրոն նկատի ունեմ ANC-ը եւ դաշնակցության ուրիշ հատվածները, մենք տեսնում ենք կոորդինացված համակարգ նախկին իշխանությունների, որոնց հիմա կից փաստացի գործընթացի մեջ ներգրավել է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ Էդմոն Մարուքյանը փաստացի, որը նոյեմբերի 9-րդ կետի աջակից է դարել գլխավոր։ Հիմա միավորվում է այդտեղ եւ փաստացի խոսում է հենց եկեղեցու դեմ ինչ որ սադրանքների եւ այլն քայլերի մասին։ Տեսնում եք Արման Թաթոյանին, որը նաեւ անհասկանալի քաղաքական օրակարգի մեջ մտավ
բայց միանգամից մտավ հենց այդ ձևաչափով, որը միանգամից կարելի ասել աջակցում է այդ ռուսամետ ուժերին եւ ինչպես արդեն նշեցի, հաստատեցի իրավական համակարգի դեմ ինքը իր հեղինակության դեմ էլ է գործում, ինչպես մարդու իրավունքների նախկին պաշտպան, զուգահեռ դրա մենք տեսնում ենք իհարկե նախկին իշխանությունների շատ ակտիվ քայլերը, Ռոբերտ Քոչարյանի այցը վերջի Մոսկվա, իր դրանից հետո հայտարարությունները, հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանն էր առհասարակ ասել, որ պետք է հոգևորական առաջնորդի այս գործընթացը։ Իրանք են օգնել եւ նախաձեռնել, որ Բագրատ Գալստանյանի այդ շարժումը տեղի ունենա, Աջապահյանի այդ ուրեմն քայլերը տեղի ունենան եւ դաշնակցությունը միջազգային առումով հիմա փորձում է սրան ուրեմն այնպիսի իմիջ ձևավորել, իբրև հալածվում է հայ առաքելական եկեղեցին։ Եվ ամենավառ օրինակը ամեն ինչ սրա, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդից պաշտպանում է հայ առաքելական եկեղեցին, սիրելի հայրենակիցներ, բոլորս մեզ հարց տանք, այդ ինչ է նշանակում։ Ոնց կարա օտար պետության արտաքին գործերի նախարարությունը մեզանից մեր եկեղեցին պաշտպանի, որի մաս ենք մենք բոլորս, դա ուղղակի նշանակում է, որ մեր եկեղեցին դառել է աշխարհաքաղաքական գործիք եւ Հայաստանի վարչապետի առաքելությունն է եւ բոլոր ամբողջ ժողովրդի ես կասեի մեծամասնության, որոնք ռոպագանդայի տակ չեն, որովհետեւ ես տեսա այդ եպիսկոպոս Պրոշյանի ելույթը նաեւ իրանց ABC News-ի միջոցով, իրանց նաեւ ռոպագանդայի միջոցով տարածվել է։ Կոնկրետ այնտեղ խոսում է նրա մասին, որ մենք փաստացի կորցնելու ենք Մեսրոբ Մաշտոցին հայերեն խոսալու իրավունքը, եթե այս իշխանությունը մնա։ Դուք պատկերացնում եք ինչ մակարդակի ռոպագանդա են իրանք ներգրավել, որ հիմա փաստացի մեկ հիշում եք ասում էր, որ հայկական ընտանիքներ էլ գոյություն չեն ունենա, մյուսները խոսում են, որ Հայաստանը հեսա թուրքացում է տեղի ունենում, փաստացի վախեցնում են մեր ժողովրդին ամենասարսափելի ռոպագանդայով, այն հույսով, որ ժողովուրդը ոտքի կկայնի եւ իրանց կաջակցի կխափնվի։ Ես տեսա նաեւ Սամվել Կարապետյանի այդ ցույցի ժամանակ իր աջակիցներից մեկի կարծեմ բարեկամ նույնիսկ այդ իր խմբից նկատի ունեմ, իրանց ձևովի խմբից հայտարարություն արել, որ եթե ուզում են Հայաստանում քրիստոնեությունը փրկեն, Սամվել Կարապետյանը պետք է բարտից դուրս գա։ Ես ցիտում եմ։ Դուք պատկերացնում եք մենք ինչ ունենք ասել։ Ուրեմն Սամվել Կարապետյանն է Հայաստանում քրիստոնեական հավատքի հիմքը կամ Կտրիչ Ներսիսյանն է այդ հիմքը։ Հակառակը մենք պետք է հասկանանք, որ Կտրիչ Ներսիսյանի քրոջ որդուն ձերբակալել են, դա Կտրիչ Ներսիսյանի համար շատ լուրջ մեսիջ պետք է լինի, որ հայկական պետությունը գիտի եւ տեղյակ է այն համակարգի մասին, որը Կտրիչ Ներսիսյանը ստեղծել է, եւ շատ ավելի ցանկալի տարբերակ կլինի, որ Կտրիչ Ներսիսյանը բավարարի հայ ժողովրդի պահանջը եւ լքի մայրաթորը, եթե ոչ, ապա ես կարծում եմ եւ համոզված եմ եւ հորդորում եմ պարոն վարչապետին, որ անպայման մենք բոլորս իր առաջնորդությամբ գնանք եւ ազատագրենք մեր եկեղեցին, որովհետեւ հիմա մեր պետությունը շատ լուրջ պատմական փուլով է անցնում, Հայաստանը կայունացվում է, սուբյեկտություն է ստանում եւ երկու կոնկրետ կառույց կա, բացի այդպես կոչված կեղծ ընդդիմությունից, երկու կոնկրետ կառույց է, որը մենք պետք է ուրեմն թշնամու ձեռնքերից եւ տարբերություն չկա ով է թշնամին։ Եթե օտարն է, ապա այս դեպքում այդ օտարը փորձում է օգտագործել հայ առաքելական եկեղեցին եւ հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական պետության դեմ։ Սա չպետք է թույլ տանք եւ մայրաթորը ազատագրելը դա առաջի ամենակարևոր քայլն է, ուստի ես կարծում եմ, որ այդ ուղղությունով ակտիվ գնում ենք, բայց նաեւ իհարկե տարբերակ կա միշտ, որ ազգային անվտանգության ծառայությունը նաեւ կարա Կտրիչ Ներսիսյանի ուղղությունով էլ զբաղվի, որովհետեւ շատ լավ Կտրիչ Ներսիսյանն էլ տեղյակ է, ինչ ուրեմն համակարգ է ստեղծել, ով է ստեղծել եւ հենց ինքն է ստեղծել եւ այդ համակարգը, որ հակաօրինական է առհասարակ եւ ում շահերն է դա սպասարկում, բայց եւս մեկ անգամ ես տեսնում եմ այդ թվում Հայաստանի իշխանությունների կողմից փորձ, որ ինչքան կարելի ավելի նուրբ վերաբերվենք մեր եկեղեցուն եւ դա շատ կարեւոր է։ Հիմա պարոն Թումանյան, ստեղծվել է մի իրավիճակ, որ օրինակ հասարակության մի հատված կողմ է ձեր նշած գնահատականներին, բայց մի մասն էլ հոգևորականների հետ կապված այսպես չափազանցած մոտեցում ունի, ասում են, փաստորեն այդ մարդկանց համար միևնույնն է, որ այդ մարդիկ կարող են հեղաշրջման կոչ անել, մարդիկ կարող են ավտոբուսների վրա օրինակ յուղ լցնելու կոչեր անել, վառելու, մարդիկ կարող են, չգիտեմ, Բագրատ Սրբազանի, Միքայել arczepiskopos Աջապահյանի
Աղահյանի նույն այս արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը համարել, որ նրանք են օրինակ բանտարկյալներ քաղաքական դրդապատճառներով են, այնպես օրինակ հանրության հետ խոսել ու բացատրել, որ օրինակ եթե դու հոգևորական ես, ամեն ինչ չի եւ ամեն տեսակ հայտարարություն չի, որ կարող է թույլատրված լինել, որ դու անես, կամ ամեն գործողություն չի, որ կարող ես անել եւ մնալ անպատիժ, որովհետեւ դու հոգևորական ես։ Ես պետք է շատ ուղիղ ասեմ, որ այդ թվում Հայաստան իմ հաճախ այցերի ընթացքում, ինչպես նաեւ վերլուծությունների հետևանքում ես կարող եմ ասեմ, որ այսօր Հայաստանում հիբրիդային ինֆորմացիոն պատերազմի ծավալը շատ մեծ է, աննախադեպ է եւ իմ պատկերացումով Հայաստանի իշխանությունների գործունեությունը հակահիբրիդային պատերազմի, հակաինֆորմացիոն պատերազմի ուղղությունով իրանք դեռևս չեն համապատասխանում ստեղծված մարտահրավերներին։ Եվ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանությունին, այդ թվում պատշաճ մարմիններին, ազգային ժողովը նաև նկատի ունեմ, որ օրենսդրությունը Հայաստանում այնպիսի փոփոխություններ կրի, ինչպես նաև վերլուծական ԶԼՄ դաշտում ձևավորվի այնպիսի հիբրիդային պատերազմը սահմանափակող միջոցներ եւ հնարավորություններ, որոնք խոսքի ազատությունը կպահպանեն իհարկե, ինչու մասին է խոսքը, ժողովրդավարությունը շատ կարեւոր է, բայց ինչ որ ուղղություններով կսահմանափակեն կոնկրետ հիբրիդային պատերազմի այդ հնարավորությունները, որովհետև երբ մարդիկ ասում են փաստացի, որ եթե այսօրվա իշխանությունը մնա Հայաստանում, ապա Հայաստանում Մեսրոպ Մաշտոցից մենք հրաժարվելու ենք, ապա այդ խոսքերի համար պատասխանատվություն, այն էլ հոգևորականը բարձր պաշտոնյա, ինչ որ առումով պետք է կրի, այդ առնվազն հանրային ինչ որ պատասխանատվություն։ Ինչ է դա նշանակում, փաստացի նշանակում է, որ Հայաստանում հայոց լեզուն են արգելելու եւ այդ խոսքերի համար, այդ հայտարարության համար ինչ որ պատասխանատվություն պետք է լինի, չէ՞։ Եթե դա ինչ որ փաստավորված հիմքեր ունի, ինչ որ ուղղություն է այդտեղ երևում, դա ուրիշ հարց է։ Այդ կոնկրետ թեման նկատի չունեմ, առհասարակ։ Չի կարելի թույլ տալ, որ ով ինչ ուզում է, կարողանա առհասարակ այսպես ասի, առնվազն ես ասում եմ, եթե սրա սահմանափակելը շատ բարդ է եւ ես հասկանում եմ ինչքան նուրբ թեմա է, առնվազն այսօրվա իշխանությունների հակահիբրիդային պատերազմի ԶԼՄ-ի միջոցները թույլ են։ Ես նույնիսկ կոչ կանեի քաղաքացիական պայմանագրին առհասարակ կամ Հայաստանի իշխանություններին, որ ձևավորվի հակահիբրիդային պատերազմի հատուկ ինչ որ կոնկրետ կառույց, կենտրոն, չգիտեմ դա կարա լինի կամ կուսակցության կառույցը, կարա լինի հասարակական կառույց կամ կարա լինի իշխանությունների կողմից ստեղծված այդպիսի կառույց, որը կաշխատի հենց ֆեյքների դեմ, որովհետև փաստացի ֆեյքների միջոցով են փորձում մարդկանց խաբել եւ գիտեք, երբ մարդիկ դա կոչվում է մեդիա կրթություն, հա, չունեն այդ մեդիա կրթությունը, հատկապես այն դարում, երբ արհեստական բանականությունը ինչ ուզես կարող է ստեղծել, այդ թվում տեսահոլովակներ տարբեր եւ այլն, որտեղ որ դու հեշտ կարող ես հավատալ, որ սա իրականություն է, այս տվյալները իրականություն են, այն էլ երբ դրա մասին խոսում է բարձր պաշտոնյա հոգեվորականի շորը օգտագործելով, զգեստը օգտագործելով, մեր տաճարը օգտագործելով, դա ստեղծում է ազգային անվտանգության խնդիր։ Եվ եթե այս մարդիկ սա կատարում են հրամանով, իսկ դրա կոնկրետ պատճառներ կա կասկածելու, որ կտրիչ Ներսիսյանից եկած հրամաններ են սա, իսկ հրամաններ ուրդեից է գալի կտրիչ Ներսիսյանին, դա պարզելու հարց է ազգային անվտանգության ծառայությանը, ապա մենք այստեղ գործ ունենք գործակալական ցանցի հետ, որը փաստացի մեր եկեղեցին եւ մեր պետական տարբեր կառույցները փորձում է օգտագործել մեր ազգի, ուրեմն այն իրավիճակի հետ, որը կա առհասարակ ազգում, որովհետև այս հիբրիդային պատերազմը ազդում է եւ գիտեք, ես ոնց պատկերացնում եմ, շատ լուրջ մարդ է լինելու այս գալիք ընտրությունները, որում բոլոր կեղտոտ միջոցները իրանք օգտագործելու են, ուստի այդ ժամանակահատվածը կարևոր է, որ մոտակա ամիսների ընթացքում կոնկրետ հակահիբրիդային պատերազմի մեխանիզմներ ձևավորվեն, ինչպես նաեւ սահմանափակվեն անհասկանալի ֆինանսական ծագում ունեցող ուրեմն ներդրումները, նկատի ունեմ խոսքին Սամվել Կարապետյանի կողմից կոնկրետ ներդրումները, որոնք սպասարկելու են այս հիբրիդային պատերազմի միջոցները։ Ես առհասարակ տեսնում եմ, որ Instagram-ում, Facebook-ում, ուրիշ սոցիալական ցանցերում բազում էջեր է ստեղծվում, որոնք կեղծ տեղեկատվություններ են տարածում եւ դրան իհարկե ակտիվ աջակցում է դաշնակցական էջերը, բայց նաև զուտ երևում է կոնկրետ, որ մեր ձևով շարժման կից
այդ ուղղությունը եւ այո, ասեմ ձեզ, որ շատ մեծ ֆինանսական ներդրումներ է այդտեղ երևում եւ դա իհարկե ազդելու է մարդկանց վրա եւ ես տեսնում եմ, որ իշխանությունների պատասխանը դրա վրա առհասարակ բավարար չէ։ Իշխանությունները իրանց սեփական ռոպագանդայի միջոցներ չեն ձևավորում, ես չեմ ասում, որ դա ճիշտ տարբերակ կլիներ, բայց գոնե fake news-երի դեմ ինչ որ մեխանիզմներ ձևավորելը, որ հանկարծ թույլ չտան իրենց ամեն ինչ ուզեն ասեն եւ խափեն ժողովրդին, իհարկե դա ինչ որ մեխանիզմներ պետքա դրա համար լինի։ Շատ շնորհակալություն պարոն Թումասյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։